Սյունիքի մարզպետ, մարզպետարանի պաշտոնական կայքէջի համաձայն դոկտոր Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի թերևս միակ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորն է։ Այսպիսի երկրորդին Հայաստանում գիտական աստիճաններ շնորհող բարձրագույն որակավորման հանձնաժողովում չեն ճանաչում։ Մինչ գիտական աշխատանք ներկայացնելը Խաչատրյանը ավարտել է Գյումրու Պրոգրես համալսարանը, ստանալով տնտեսագետի դիպլոմ։ Դրանից մոտ 20 տարի անց այս տարի ներկայացրել է պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գիտական աշխատանքը, ինչի արդյունքում էլ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել։ Հայաստանում դոկտորի աստիճաններ են շնորհվում կամ պատմաբանության կամ փիլիսոփայության ոլորտում առանձին վերցված, մինչդեռ երկուսը մեկում սա մեր գիտական հանրության համար նորություն է։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը գիտությունների դոկտոր Սուրիկ Խաչատրյանի մասին միայն օրերս է լսել, այն էլ մամուլից։ Ինչի է գրել տվյալ դեպքում ինքը ես այդ չգիտեմ, բնականաբար պատասխանել չեմ կարող։ Ես մի տարբերակ էլ ասեցի, որ կարող է նա դրսում պաշտպանել եւ այդ այնուամենայնիվ այդ դիպլոմը ունի։ Հայաստանի 10 մարզպետներից միակ դոկտորի պաշտոնական կենսագրությունում գրված չէ, թե նա երբ է ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։ Նման տեղեկություն չունի նաև Լիլիթ Արզումանյանը։ Պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը այս աստիճանը ստանալու համար 21 տարի կրթություն է ստացել, իսկ վերջին 2 տարիները գրադարաններում է անցկացրել, ինչի շնորհիվ էլ ստացել է դոկտորից 1 աստիճանով պակաս թեկնածուի աստիճան։ Երբ որ ասեցին Սուրիկ Խաչատրյանը դոկտոր է, ասեցի ոնց որ թե ինչ-որ միտեղ լսել եմ նա թեկնածու է, մեկ ասեց թեկնածուն դու ես, ինքը դոկտոր է։ Հարությունյանի խոսքով գիտական շրջանակներում դոկտոր Խաչատրյանի մասին իհարկե լսել են, բայց ամենևին էլ ոչ գիտական գործունեության մասով։ Անգամ նրա հեղինակած մեկ գիտական հոդված չեն տեսել։ Ինչ վերաբերում է դոկտորական պաշտպանելուն, ապա Հարությունյանի կարծիքով դրա համար մի քանի տարի ազատ ժամանակ է պետք, մինչդեռ երիտասարդ գիտնականը Սուրիկ Խաչատրյանի կոչումից չի ուզում ստանալ։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի խոսքով վերջին տարիներին բազմաթիվ պաշտոնյաներ են ձգտում գիտական աստիճաններ ստանալ, մինչդեռ դրա իմաստը նրա համար անհասկանալի է։ Դոկտորի կոչում ունեցող Արզումանյանը դա համեմատում է գիտնականին վաստակավոր դերասանի կոչում տալու հետ։ Եթե պետական պաշտոնյան հանկարծ որոշում է դոկտոր դառնա, պետք է նա դադարեցնի իր պաշտոնը ու գնա զբաղվի գիտությամբ։ Կշարունակի արդյոք պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր Խաչատրյանը գիտական գործունեությունը թե ոչ, պարզ չէ։ Օրվա ընթացքում նա պատճառաբանում էր, որ խորհրդակցության է եւ չի կարող հարցերի պատասխանել։